Շատ լավ, շարունակում ենք Մատթեոսի ավետարանի մեր սերտողությունը և միասին պետք է խոսենք, թե Աստծո ծառայի բնութագիրը որն է, ոչ թե մարդկային տրամաբանությամբ, ոչ թե մարդկային չափանիշներով, այլ այն չափանիշներով, ինչ-որ Տերն է սահմանել։ Ինչի համար եմ ասում, ինչ-որ Տերն է սահմանել, որովհետև մեր տրամաբանության մեջ ոչ միշտ է այն տրամաբանությունը, ինչ-որ Աստված է ակնկալում Աստծո ծառայողի հետ կապված։ Այսինքն մեր պատկերացրած Տիրոջ ծառան և Աստծո պատկերացած կամ Աստծո կողմից գովաբանվող ծառայի բնութագիրը ոչ միշտ է համապատասխանում իրար։ Մարդիկ հաճախ ինչ են անում, գնահատում են ծառայողներին արտաքին չափանիշներով։ Դե կարող է լինի, քանի մարդ է օրինակի համար լսում իրեն, որքան հայտնի է, որոշ դեպքերում որքան գեղեցիկ է, որքան ընդունված է հասարակության մեջ, որքան հաջողված է երևում և այլն և այլն։ Ինչի եմ սա շեշտում, որովհետև շատ դեպքերում մենք էլ նույն խնդիրն ենք ունենում։ Մեր տրամաբանության, մեր մտածելակերպի մեջ նույնպես Աստծո ծառայողին որոշ առումով այս շրջանակներում ենք պատկերացնում, թե օրինակի համար, չգիտեմ, հիմա համացանցի շրջանակում ավելի, ինչքան են համացանցում ամեն գրում այդ խոսքերի տակ և այլն և այլն։ Բայց Տերը բոլորովին այլ կերպ է գնահատում։ Աշխարհը նայում է որոշ առումով արդյունքների, Տերը նայում է առաջին հերթին սրտին։ Կհիշեք, երբ որ նայում ենք Թագավորաց գիրքը, հրեաները առաջի թագավորին ինչպես ընտրեցին, կարծես, տեսքով, գեղեցիկ էր և գրված է, որ բոլոր մարդկանցից մեկ գլուխ բարձր էր։ Մենակ մարդիկ չէին այդ ձև։ Նույնպես են մարգարեն, որ հետագայում նաև ընտրում է Դավիթին, նույն տրամաբանությամբ էր նայում։ Երբ որ գնաց ընտրելու կամ սենց ասած օծելու նոր թագավորին Դավիթին, և հերթով Դավիթի եղբայրներն էր գալի, սրտում ամեն անգամ տեսնում էր, ասում էր, այ հաստատ ինքն է, այ հաստատ ինքն է, բայց Տերն ասում էր, չէ, ինքը չի, անցի, վերջում կանգնում են մի պատանու, որ ընդամենը հովիվ էր։ Ինչի նորից Տերը նայում էր սրտին։ Սավուղը ինքը, երբ որ պահը եկավ, պետք է Գողիաթի դեմ պայքարեին, կռիվ տային, գիտեք, Գողիաթի բոյը, հասակը, չափսերը և այլն, ամբողջ Իսրայելը վախեցած էր։ Դավիթը պատանի նորից դուրս է գալի, ասում է, ես կգնամ կկռվեմ։ Ճիշտ է, Սավուղը մի քիչ բան է անում, հիասթափված է, բայց ուրիշ մեկը չկա, այլ հնարավորություն չկա։ Ասում է, լավ, գոնե ոնց որ հավատք ունես, այդ հավատքովդ գնա, բայց փոքր ես, պուճուր ես, արի ինչքան այն կարևոր զենք ու զրա ունենք, հագցնենք, տենց գնա, էլի, տենց հույսերդ մի քիչ կավելանա, որ կարող է ինչ-որ կերպով հաղթես։ Նորից գնահատական ինչպիսին էր, արտաքինն էր, այլ ոչ թե ներքինն էր։ Դավիթն ասում է, չէ, սրա կարիքը չկա, առանց այդ էլ չեմ կարողանում սրանով շարժվել։ Գանում է Գողիաթի դեմ, Գողիաթն էլ նայում է, ասում է, ես չեմ հասկանում, շան դեմ եք դուրս եկե, այսինքն չգիտեմ, էլի, ուրիշ այլ տարբերակ չունեք, նորից նայում է ինչին, արտաքինին։ Մենք էլ ենք նույն կերպով շարժվում, արտաքինն ենք նայում, արտաքինն է դառնում մեզ համար կարևոր։ Բայց Տերը նորից ու նորից ինչ է անում, նայում է սրտին, կոտրված խոնարհ սրտին, որովհետև եթե մարդը ինքն իրեն է ներկայացնում, եթե մարդը չակերտավոր մարդկային տրամաբանությամբ ինչ որ արժեք ունի, այդ մարդը փառքը ձգտելու է վերագրի ում, ինքն իրեն։ Բայց երբ որ մարդը ինքն իրենից հասկանում է, որ ոչինչ չի ներկայացնում, այդ ժամանակ է, որ Տերը ինչ է անելու, բարձրացնելու է։ Այդ ժամանակ է, որովհետև այդ մարդու գործը, արարքը, ծառայությունը փառավորելու է ում, միայն ու միայն Տիրոջը։
Հովանես Մկրտիչը մարդկանց տրամաբանության մեջ անհարմար մարդ էր, ստանդարտների մեջ չէր, և այս պարագայում գուցե մարդկանց մոտ հարցեր առաջանային, արդյոք այս տիպի մեկը կարա լինի Աստծո կողմից ընտրված մարգարե։ Ավելին, եթե հիշում եք, մենք անցած կիրակի խոսեցինք, որ Հովանես Մկրտիչը բանտում գտնվելով որոշակի կասկածներ ունեցավ, ինչի որտեվ ամբողջական Աստված հայտնությունը չուներ, ինչի մասին որ մի փոքր Արմեն եղբայրս այսօր խոսեց։ Եվ գուցե այդ ժամանակ կասկածներ կային կամ հարցեր էին առաջացել, արդյոք նա իսկապես մեծ մարգարե էր թե ոչ։ Բայց հենց այդ ժամանակ է, որ Հիսուս սկսում է գնահատական տալ Հովանեսին։ Ոչ թե ժողովրդի կարծիքով, այլ ուշադրություն դարձեք այն չափանիշներով, որով որ Տերն է չափում։ Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ 7-ից 19 համարներ ընթերցենք միասին։ Մատթեոս 11, 7-ից 19։ Բայց երբ նրանք գնացին, Հիսուս սկսեց Հովանեսի մասին ժողովրդին ասել. Ինչ տեսնելու համար անապատ ելաք, քամուց շարժվող մի եղեք, հապա ինչ տեսնելու համար ելաք, փափուկ զգեստներ հագած մի մարդու, փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են, հապա ինչ տեսնելու համար ելաք, մի մարգարեի, այո ասում եմ ձեզ ավելին քան մարգարեն, որովհետև այդ նա է ում մասին գրված է, ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից, որը քո առաջ կպատրաստի քո ճանապարհը, ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովանես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Հովանես Մկրտչի հայտնվելու օրից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է որ վերցվում և ուժեղներն են այն հափշտակում, որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքները մինչև Հովանեսն են մարգարեացել, և եթե ուզում եք ընդունել, նա է եղյան, որ գալու է, ով լսելու ականջ ունի, թող լսի, բայց այս սերնդին ում նմանեցնեմ, նման է այն երեխաների, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին ու ասում. մենք ձեզ համար փող չփչեցինք, բայց դուք չպարեցիք, մենք ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք չողբացիք, որովհետև Հովանեսը եկավ, ոչ ուտում էր, ոչ խմում, և ասում են, նրա մեջ դև կա, մարդու որդին եկավ, ուտում է և խմում, և ասում են, ահա մի մարդ ուտող և գինի խմող, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է, և իմաստությունն արդարացվեց նրա գործերից։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված իրապես, ուզում ենք փառք տանք ամեն ինչի համար, որ մեր կյանքում անում ես Տեր։ Աղոթում եմ, ով Տեր Աստված օգնիր, որ այս խոսքից շրջանակում մտորենք, տեսնենք արդյոք համապատասխանում ենք այն չափանիշներին, որով որ դու գնահատում ես մարդկանց։ Արդյոք մենք ինքներս նայում ենք մարդկանց այն աչքերով, որով որ դու ես նայում Տեր։ Եվ ամենից առաջ օգնի, որ Տեր խոնարհվենք քո մեծության առաջ, որովհետև մեր լավագույն ու մեծագույն օրինակը դու ես Տեր Հիսուս։ Ու կատարելապես ապրեցիր, կատարելապես Տիրոջը հոր առաջ հնազանդ եղար և մեզ էլ օրինակ տվեցիր, որպեսզի հետևենք քեզ Տեր։ Ողորմիր գթա և դու փառավորվիր Տեր։ Նաև աղոթում եմ Տեր Աստված ինձ էլ պատրաստիր, որ խոսքդ փոխանցեմ ու ամեն ինչի մեջ Տեր քեզ փառավորեմ, որպեսզի մեծարվես միմիայն դու, որտեվ արժանի ես միայն դու ամեն փառքերի Տեր։ Ներիր, ողորմիր և դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Աստծո ճշմարիտ ծառայի արժեքը որոշվում է ոչ թե մարդկանց կարծիքով, այլ Տիրոջ չափանիշներով։ Աստծո ծառայի արժեքը հաստատվում է կամ երևում է ոչ թե մարդկային չափանիշներով, մարդկային գնահատանքներով, մարդկային կարծիքներով, այլ Տիրոջ չափանիշներով, և սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Որովհետև
այնպես ինչպես որ մենք ենք շարժվում, դա որոշ առումով սկիզբը առնում այն մտածելակերպին, որը որ մենք ունենք։ Եվ այն չափանիշներով, որոնք որ գնահատում ենք որոշ ծառայողների, եւ մեզ համար այդ ծառայողներն են համարվում այսպես ասած չափանիշ։ Մենք փորձում ենք ինչ անել, նմանվել այդ ծառայողներին։ Իսկ եթե մենք ճիշտ չափանիշները չունենք, մենք նմանվելու ենք մի բանի, որը որ Աստծուց այդքան էլ ընդունելի չէ։ Դա համար միշտ պետք է զգույշ լինենք։ Ու այս հատվածում Տեր Հիսուս բացահայտում է 4 հատկանիշ, որոնք նա ցանկանում է տեսնել իր յուրաքանչյուր ճշմարիտ ծառայի մեջ։ 4 հատկանիշներ։ Առաջինը. Աստծո ծառան հաստատուն է ճշմարտության մեջ։ Աստծո ծառան հաստատուն է ճշմարտության մեջ։ 7-րդ համարը եւս մեկ անգամ կարդանք։ Բայց երբ նրանք գնացին, նկատի ունի Հովանեսի աշակերտներին։ Հիսուս սկսեց Հովանեսի մասին ժողովրդին ասել։ Հիմա տեսեք, խոսում ենք, որ պատկացեք մինչև այդ, եկան եւ ներկայացրեցին։ Դու էր, որ պետքա գայր եւ այլն, այսինքն որոշակի կասկածներ կա, եւ այս ամեն ինչը տեղի ունենում որոշակի ժողովրդի առաջ։ Եվ մարդկանց մոտ նորից, ինչպես որ ամենասկիզբն ասի, կարող է կասկածներ առաջանային։ Գուցե իսկապես Հովանեսը այդքան էլ մարգարե չէր։ Գուցե Հովանեսը այդքան էլ Տիրոջը հավատարիմ ծառա չէր։ Եվ ինչ են անում, երբ որ գնում են Տեր Հիսուս Քրիստոս անդրադառնում է ժողովրդին։ Եվ հարց է բարձրացնում։ Հովանեսի մասին ժողովրդին ասել. Ինչ տեսնելու համար անապատ ելակ, քամուց շարժվող մի եղեք, հարց է բարձրացնում, հարց է տալիս։ Հիսուս Քրիստոս օգտագործում է բավականին sense ասած ուժեղ օրինակ կամ ուժեղ պատկեր, որը որ նորից շատ ծանոթ էր այդ ժողովրդին։ Մենք էլ ենք վստահ եղեք տեսել եք, եղեք գամիշ, չգիտեմ, մեկ բամբուկ ենք ասում դրան։ Պատկերացեք, երբ որ իրանք գիտեք, դա ձողը բավականին բարակ է եւ երկար, եւ քամի շատ ինչ է անում, հեշտ շարժում է այն։ Եվ սա խորհրդանշում էր որոշ առումով այն մարդը, որ փոխում է իր դիրքորոշումը կախված իրավիճակներից, այսինքն ինչպես որ քամինը փչում եղեգի վրա եւ եղեգին ծռում է այնպես ինչպես որ ինքն է այսպես ասած որ ուղղությամբ որ գնում է, այս պարագայում իրավիճակները ինչ են անում, այդ մարդուն ծռում են։ Որտե ինչ քամի է փչում այդ ուղղությամբ էլ, այդ մարդը ինչ է անում, առաջնորդվում է, ծռվում է։ Հովանեսը այդպիսին էր, չէ։ Հակառակը Հովանես ընդհանրապես այդ ընթացքը ընդհանրապես չուներ։ Նա չէր փոխում իր պատգամը, ուշադրություն դարձրեք, ոչ ժողովրդի արձագանքից, ոչ կրոնական առաջնորդների ճնշումներից, ոչ էլ նույնիսկ իշխանության սպառնալիքներից։ Եթե հիշում եք Հովանեսի քարոզչությունը, ինքը համարձակությամբ էր խոսում ու նույնիսկ փարիսեցիներին ու դպիներին ինչ անվանեց, իժերի ծնունդները անվանեց։ Այսինքն պատկերացեք մարդիկ, ովքեր որ ունեին իշխանություն մարդկանց որոշ առումով դատապարտելու եւ եթե հիշում եք, նույն դպիրներն ու փարիսեցիներն են, որ Տեր Հիսուս Քրիստոսին վերջը հասցրին դեպի խաչը։ Չեմ խոսում ծրագրման մասին, ինչ որ Տերը ի սկզբանե ծրագրել էր, բայց այս մարդիկ էին, որ փափագ ունեին, ցանկություն ունեին եւ ամեն ինչ արեցին, որպեսզի այդ ամեն ինչը իրականություն դառնա։ Այսինքն Հովանեսը երբեք այս մարդկանցից չէր վախենում։ Չէր վախենում ինչ կմտածեն, ինչ չեն մտածի եւ այլն եւ այլն։ Եվ Մատթեոս 14-րդ գլխում կտեսնենք նաեւ ինչ է անում, հանդիմանում է Հերովդեսին, Մատթեոս 14:4, ասում է. «Քեզ չի թույլատրվում նրան կնության առնել»։ Ուշադրություն դարձրեք, ղեկավարը այդ տարածաշրջանին հանդիմանվում է Հովանեսի կողմից մեղ գործելու պատճառով։ Ես անցած քարոզին մի փոքր սրա մասին խոսեցի եւ գրված է, որ հենց այս խոսքի համար էլ բանտարկվեց եւ վերջի վերջո գլխատվեց։ Ուշադրություն դարձրեք, Հովանեսը հենց նոր չի այս սենց ասած մի քիչ առաջ էր այդ հարցը բարձրացրել կասկածանքի եւ այլն եւ այլն։ Եվ ուշադրություն դարձրեք, Հիսուս ինչ գնահատական է տալիս այս իրավիճակին։ Հիսուս չի ասում, որ Հովանեսը այս պայդրությամբ քամուց շարժված ինչա եղեգա։
Ճիշտ է, որոշակի կասկածներ ուներ, որոշակի հարցեր ուներ, բայց Տեր Հիսուս Քրիստոսի գնահատականը Հովհաննեսի նկատմամբ այն չէր, որ ինքը քամուց շարժված եղեգ է։ Ինչի համար? Որտեվ պետք է հասկանանք մի բան, ժամանակավոր հարցերը չեն նշանակում, որ մարդը դարձել է անհաստատ իր ճանապարհների մեջ։ Ինչի որտեվ մեր կյանքի ընթացքում էլ մենք էլ ունենում ենք որոշակի ինչ հարցեր։ Որոշակի հարցեր, որոնց որ պատասխանը այս պայծությամբ գուցե չեն կարողանում գտնել։ Գուցե բաներ կան, որոնք որ Աստվածաշնչից ոչ լիարժեք են մեզ համար բացված։ Բայց այս հարցերը մեզ չեն դարձնում անհաստատ։ Անհաստատը այն մեկն է, ով որ ամեն մի քամուց ինչ է անում, փախնում է, շեղվում է։ Ոնց որ պետք է այդ ձև էլ կշարժվեմ, այդ ձև ասած, ինչպես որ դիմացիները ինչ են անում, երգ են պատվիրում, ես տենց էլ կերգեմ ու կպարեմ։ Պետք է այս ձև քարոզել, տենց կքարոզեմ։ Պետք է ուրիշի մոտ խաչակնկվել, կխաչակնկվեմ, եթե նույնիսկ ամբողջ կյանքս չեմ խաչակնկվել։ Չգիտեմ, պետք է կրակի վրայից թռնել, ամեն ինչը կանեմ, մենակ թե մնացածից ինչ չանեմ, չտարբերվեմ։ Հավատքի պայքարը նույնը չէ, ինչ հավատքի, այսպես ասած, դավաճանությունը, ուրացումը։ Մեր կյանքում տարբեր պայքարների միջով անցնում ենք եւ այո որոշ դեպքերում նաեւ տկարանում ենք, թուլանում ենք։ Սաղմոս 2, Սաղմոս 42:5-ում հետեւյալ խոսքերն է ասում։ Սաղմոս 42:5 Ինչու ես տրտում, ով անձիմ, եւ խռոված ես ինձանում։ Ուշադրություն դարձեք, Սաղմոս 2-ն ընդունում է, որ կարան իրավիճակներ լինի, որ մեր սիրտը տրտմած լինի, խռոված լինենք, որոշ առումով նեղությունների մեջ նեղված լինենք։ Ինչպես նաև Հոբը ազնիվ կերպով նեղացած էր կամ նեղված էր Աստծուց ու ինչ էր անում, որոշ առումով հարցեր էր բարձրացնում, ինչի որտեվ չէր հասկանում իրավիճակը, չէր հասկանում ինչ է կատարվում, ինչի համար եմ ես նման իրավիճակի մեջ հայտնվել։ Բայց ուշադրություն դարձրեք, ինքը նորից հաստատ էր այն ճշմարտության վրա, որը որ ինքը ուներ, այնքանով, ինչքանով որ ինքը հասկանում էր, ոչ, այսպես ասած, ընդունեց իր, ասենց ասած, այդ հետևանքներից, ոչ կնոջ խորհուրդը ընդունեց, այսպես ասած, չակերտավոր օրտնելու մահանալը կամ անիծելն ու մահանալը Աստծուն, ոչ հանդիմանությունն ընդունեց իր ընկերների, ինչի որտեվ հաստատված էր Տիրոջ ճշմարտության վրա, ինքը հստակ գիտեր ինչի է հավատում, ինչպես է հավատում, թեև որ ամբողջական դեռևս հասկացողությունը չուներ, բայց հաստատուն էր իր ընթացքի մեջ, դե հիմա շարունակության մեջ ինչ է ասում Սաղմոս 2-ն, հույսը դիր Աստծո վրա, որտեվ էլի պիտի գոհանամ նրանից, ու իմ երեսի փրկությունն է նա, թեև հարցեր կա, որ չենք հասկանում, բայց գիտենք մի բան, մեր հույսը Տերն է, մեր փրկությունը նրա մեջ է, եթե նույնիսկ ես այս պայծրությամբ ինչ չեմ հասկանում շատ բաներ, շատ իրավիճակներ, բայց շարունակում ենք ինչ անել, վստահել, մենք ծանր վիճակներ ունենում ենք, բայց չպետք է երերուն այդ իրավիճակները մեզ չպետք է երերուն դարձնենք։ Պողոս առաքյալը Կորինթացիներին 2 անգամ քաջալերում է ասելով ինչ արեք, հաստատուն մնացեք։ Առաջի Կորինթացիս 15:58 ուշադրություն դարձեք, ասում է. ուրեմն իմ սիրելի եղբայրներ, եղեք հաստատուն եւ անսասան։ Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի առաջ գնացեք, իմացեք, որ Տիրոջմով է ձեր աշխատանքը զուր չէ։ Առաջի Կորինթացիս 16:13 Արթուն եղեք, հավատքի մեջ հաստատուն մնացեք, արիացեք ու զորացեք։ Եվ այլն ու մի քանի անգամ է Պողոս առաքյալը ինչ անում, քաջալերում, հաստատուն եղեք ձեր հավատքի մեջ։ Այսօր բավականին մեծ ճնշումներ կա ծառայողների վրա եւ որոշ քրիստոնյաների վրա փոխելու իրենց խոսքը, փոխելու։ Ինչի, որովհետեւ քամին ինչ է անում, փոխվում է։ Այսպես ասած, մշակույթը փոխվում է, հասարակական կարծիքը փոխվում է, ընդունված նորմերը փոխվում են եւ կհավատամ, որ կգա մի պահ, որ նույնիսկ Հայաստանում ընտանիք հասկացողությունը արդեն կասկածի տակ կլինի, ընտանիքի բաղկացուցիչ հատվածները կամ մասերը։
Ինչպես որ եվրոպական շատ երկրներում է, ինչպես որ Կանադայում է, եթե օրինակի համար բացահայտ ներկայացնեք ու ասեք, որ համասեռամոլությունը ճիշտ չի, նորմալ չի եւ դա նորմալ ընտանիք չի, եթե օրինակի համար երկու տղամարդ կամ կին ընտանիք են կազմում, դուք լուրջ քրեական հետապնդման կարաք ենթարկվեք եւ շատ այլ երկրներում ասում, մենք կամանց գնալու ենք դեպի դրան։ Չեմ ուզում հիմա քաղաքականություն մտցնենք, ասենք այս վարչապետը մյուսը, ուզենք թե չուզենք, ամբողջ աշխարհն այդ ուղղությամբ գնում։ Գալու է այդ հասկացողությունը կամանց զարգանալու է, երբ որ ճշմարտությունը ինչ են անելու, ծռելու են եւ ներկայացնելու են որպես սխալ, իսկ սուտը կամ այն ինչ որ ճիշտ չի, մեղքը ներկայացվելու է որպես ճշմարտություն։ Եվ գնալով այդ ճնշումը գնալով ինչ անելու, ավելանալու է, կամ մենք ընդունում ենք դա, կամ մերժում ենք։ Եվ ցավով եմ ասում, շատ եկեղեցիներ կա, ովքեր որ ընդունում են այն ամեն ինչ որ աշխարհը այսօր թելադրում է։ Եկեղեցու պատմության շրջանակում մի մարդ կա, որը որ գիրք է գրել, հիմա այդ գրքի մասին չեմ ուզում խոսեմ, ճիշտ է, հետո վերջում տեսանք, որ այդ մարդը համասեռամոլ էր, ու ինքը այդ ամեն ինչը ներկայացնում է, բայց ինքը սենց հետաքրքիր մի բան է վերջում ասում։ Կաթոլիկ եկեղեցու հետ կապված, ասում է ժամանակի ընթացքում, երբ որ հասարակական ցանկությունները փոխվեցին, կաթոլիկ եկեղեցին որպեսզի ի վիճակի լինի մինչև այսօր գոյություն ունենալու, հարմարվում է այն ամեն ինչին, ինչ որ աշխարհը այսօր ինչ է անում, առաջարկում է կամ ներկայացնում է։ Եվ իր տրամաբանության մեջ քրիստոնեությունը մինչև հիմա գոյություն ունի միայն այն նրա պատճառով, որ հարմարվում է ըստ այն ամեն ինչի, ինչ որ աշխարհը կամ հասարակությունը ինչ է անում, առաջ է բերում։ Իր եզրահանգումը հետևյալն էր, որտեղ իր տրամաբանության մեջ ինքը չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարա այսքան տարիների պատմության ընթացքում, այսքան հալածանք կրելով քրիստոնեությունը դեռևս գոյություն ունենա։ Եվ իր եզրահանգումը հետևյալի մեջ էր, եւ ինքը շարունակում էր հետևյալն ասելով, որ կտեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչքան է քրիստոնեությունը տրանսֆորմացիայի ենթարկվելու։ Եվ որոշ առումով ինքը ճիշտ է, այն առումով, որ շատ եկեղեցիներ հարմարվելով մարդկային կարծիքից, այսպես ասած, հարմարվելով քամիներից, պետք է իրենց եկեղեցաշենքերի դիմացը ծիածանն են ներկում, մի խորհրդանիշ նրան, որ մենք տոլերանտ ենք եւ այլն, կանանց են ընդունում որպես հովիվների, առաջնորդների եւ այլն, այսինքն այս ամեն ինչը ուզենք թե չուզենք մտնում է ներս եւ այն չի վերաբերվում միայն օրթոդոքս եկեղեցուն, այն նաեւ վերաբերվում է բողոքական եկեղեցիներին։ Ուրեմն հարց, որը որ ամեն մեկս ինքներս պետքա տանք, մենք քամուց շարժված եղեք ենք, թե ժայռի վրա ամուր կառուցված տուն ենք։ Փոխում ենք արդյոք մեր համոզմունքները, թե երբ դա դառնում է անհարմար, թե հաստատուն ենք մնում, նույնիսկ իմանալով, որ այս ձևի մտածելակերպի հետ կապված գուցե ասեն շատ ծայրահեղ եք, շատ այս ձև ասած պահպանողական եք ու տենց որևիցե օգուտի չեք հասնելու։ Երկրորդը, Աստծո ծառան չի ապրում հարմարավետության համար։ 8-րդ համարը, հապա ինչ տեսնելու համար ելակ, փափուկ զգեստներ հագած մի մարդու, Հիսուս Քրիստոս նորից նույն ժողովրդին է հարց տալի։ Ասում է փափուկ զգեստներ հագնողները, ահա թագավորական տներում են։ Հովհաննեսի հագուստը հիշում եք ինչ էր։ Ուխտի մազից էր, այսինքն բավականին կոշտ կոպիտ էր, սնունդը հիշում եք ինչ ասում է մորեղ ու վայրի մեղր, այսինքն լրիվ ասկետիկ կյանքով էր ապրում, անապատում էր ապրում եւ միանշանակ չէր ապրում հարմարավետության համար, նա չէր փնտրում հարմարավետ կյանք, ու Հիսուս ինչ է ասում, եթե ուզում եք շքեղություն տեսնել, պետքա ուր գնաք, պալատներ պետքա գնաք, ոչ թե անապատ, ոչ թե ստեղ այս մարդը այդ կյանքով չի ապրել, իր հարմարավետությունը չի փնտրել երբեք։ Աստծո ճշմարիտ ծառան չի ծառայում հարստանալու համար, չի ծառայում ճանաչում ստանալու համար,
Եվ չի ծառայում ապահովություն ունենալու համար։ Աստծո ծառան չի ծառայում հարստանալու համար, չի ծառայում ճանաչում ստանալու համար, չի ծառայում ապահովություն ստանալու համար։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք, ինչու եմ ես մի քանի անգամ այս ամեն ինչը կրկնում, որտեղ այսօրվա աշխարհը, այսօրվա հասկացողությունը ձեզ ներկայացնել է ուրիշ մի բան, ձեր մոդել որոշակի այս առևտրային, սենց ասած, հասկացողությունը շատ դեպքերում մարդկային նստած է։ Ես Տիրոջ համար անեմ, որպեսզի Տերն էլ ինձ համար անի։ Ես հանգանակություն անեմ, որպեսզի փողս չպակասի գրպանիցս եւ այլն եւ այլն։ Այս տրամաբանությունը սուրբ գրային չէ։ Պողոս առաքյալը ուշադրություն դարձեք ինչ է ասում, նորից առաջի Կորինթացիս 4-րդ գլուխ 11-ից 13 համարներ։ Առաջի Կորինթացիս 4, 11-ից 13 իր մասին է նկարագրում։ Ասում է, մինչ օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք եւ աստանդական շրջում։ Եկեք մի հատ անկեղծ լինենք, մեզանից քանիսն է, չգիտեմ, մեր կյանքի ընթացքում քաղցած եղել, ծարավ եղել, մերկ եղել, ծեծված եղել հավատքի ու ծառայության համար։ Անկեղծ քանիսս ենք եղել։ Մեզ համար դա այնքան սովորական բան է դարձել, որտեղ մենք պետք է հագուստել ունենանք, չգիտեմ, որոշ առումով հարմարավետություն էլ ունենանք, ես էլ ունենանք, այն էլ ունենանք, որ մի փուճուր ինչ որ մի բան պակասում է, մենք սկսում ենք բողոքել, փնթփնթալ։ Բայց մոռանում ենք այն մարդիկ, այն առաքյալները, ովքեր որ այն առաջին մարդիկ էին, ովքեր որ այդ ավետարանը առաքելությունն ընդունեցին ու փոխանցում էին, ինչ կյանքով էին ապրում։ 12 համարը, ասում է եւ վաստակում ենք մեր ձեռքերով աշխատելով։ Մեր ձեռքերով աշխատելով վաստակում ենք։ Մեզ զրպարտում են, իսկ մենք ինչ ենք անում։ Անիծում ենք, չհորտնում ենք։ Հալածում են, դիմանում ենք։ Վայ մեր ոտքը մեկը հանկարծ տրորի։ Ինչ Քրիստոս, ինչ Աստված եւ այլն եւ այլն։ 13-րդ համարը։ Վարքաբեկում են, մենք մխիթարում ենք, աշխարհի համար աղբ ենք դարձել, մինչև այժմ բոլորից հանարգված լինելով։ Պողոս առաքյալը նկարագրում է այն ծառայությունը, այն ընթացքը, որ ուներ։ Ուշադրություն դարձրեցիք, աշխարհի համար աղբ էր, բայց Տիրոջ համար թանկագին զավակ էին։ Թանկագին ծառայողներ էին։ Սա էր Տիրոջ գնահատականը, մարդկային գնահատականը սա է լինելու։ Եթե մենք ուզում ենք աշխարհի կողմից ընդունված լինել, Տիրոջ կողմից ընդունված չենք լինելու։ Եթե ուզում ենք Տիրոջ կողմից ընդունված լինել, մարդկանց կողմից ընդունված չենք լինելու։ Այսօրվա բարգավաճման ավետարանը շատ լուրջ տարածում է ապրում, եւ այդ բարգավաճման ավետարանը նորից մեր շրջանակում էլ է ինչ անում, որոշ առումով sense նշույլներ բերում։ Ծառայությունը ներկայացվում է որպես ճանապարհ ֆինանսական հաջողություն, հեղինակություն, հարմարավետություն եւ այլն եւ այլն։ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. «Այդ ամեն ինչը չպետք է փնտրեք Տիրոջ զավակների շրջանակում։ Դա պետք է փնտրեք ուր աշխարհում, պալատներում»։ Սա է ուղղությունը, եթե ձեր ուղղությունը Տիրոջ ծառան էր, եթե ձեր ուղղությունը Տիրոջը ծառայելն է, նկարագրությունը ո՞րն է։ Այն է ինչ որ ասեցինք, այն ինչ որ ցույց տվեց։ Բայց Հովհաննեսը հակառակ օրինակն էր։ Ու նորից պետք է ինքներս մեզ հարցնենք. եթե ծառայությունը մեր կյանքում միայն դժվարություն բերի, միայն դժվարություն ու հակառակություն բերի, ես դեռ կծառայեմ, թե ոչ։ Նորից, եթե կյանքից մեջ ծառայությունը բացի դժվարությունից, խնդիրներից, հակառակությունից ուրիշ ոչ մի բան չի տալիս, ես կշարունակեմ ծառայել, թե ոչ։ Ցավոք շատերը հենց օգնությունից ֆինանսական կտրվեցին, ինչ արեցին, թողեցին ծառայությունը։ Ու ցավով եմ ասում սա, որ շատ ծառայողներ, մարդիկ, ովքեր որ ժամանակին օգնություն էին ստանում Ամերիկայից կամ այլ եկեղեցիներից կամ այլ միսիաներից, հենց օգնությունը կտրվեց, ծառայությունը ինչ արեցին,
թողեցին ընդհանրապես։ Գնացին սովորական իրենց աշխարհիկ կյանքով ապրում են, չեմ ասում աշխարհ են գնացել։ Եկեղեցու պաշտամունքին գուցե մասնակցում են եւ այլն, բայց սառած վիճակ է։ Ոչ մի փոփոխություն չկա, այսինքն ինքը սովորական կյանքով է ապրում, բայց այլևս այն ակտիվ ծառայության մեջ չի, ինչի որտեղ ֆինանսից կտրվեց։ Ինչի համար ենք ծառայում։ Հիշեք, ծառայությունը զոհաբերությունը ոչ թե կարիերա, ոչ թե մեր նպատակներին ինչ որ հասնելու կետ կամ նշաձող։ Երրորդը Աստծո ծառան, հիշեք մի բան, հավատարիմ է իր կոչմանը։ 9-ից 14 համարները։ Հապա ինչ տեսնելու համար ելակ, մի մարգարեի, այո ասում եմ ձեզ, ավելին քան մարգարե, որովհետև այդ նա է ում մասին գրված է, ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից, որ քո առաջ կպատրաստի քո ճանապարհը։ Ուշադրություն դարձեք, երբ որ խոսում ենք հավատարմության մասին, նախ եւ առաջ Հովհաննեսը հավատարիմ էր Աստծո հանձնարարությանը եւ մենք էլ պետք է հավատարիմ լինենք այն հանձնարարություններին, որը որ Տերը մեզ տալիս է։ Այս հատվածը 10-րդ համարի մեջբերում արված Մաղաքեյան մարգարեության 3-րդ գլխի առաջին համարից։ Եվ ուշադրություն դարձեք ինչ է ասում։ Հովհաննեսը, երբ որ խոսքը գնում է ընդհանրապես մեծ լինելուց, պարզապես լավ քարոզիչ չէր, այսինքն լավ առատր չէր, որը որ կարողանում էր գեղեցիկ ինչ որ շարադրել խոսքերը եւ այլն։ Նա Աստծո խոստացված պատգամաբերն էր եւ նրա կյանքը ենթարկված էր այն առաքելությանը, ինչ իր Տերը տվել էր իրեն, նույնիսկ ծնվելուց առաջ։ Ուշադրություն դարձեք, նորից եմ կրկնում։ Հովհաննեսը պարզապես լավ քարոզիչ չէր։ Հովհաննեսը խոստացված պատգամաբերն էր, որ իր կյանքը լիարժեք իր ողջ էությունը ենթարկեց այն կանչվածությանը, որին որ նույնիսկ ծնվելուց առաջ Տերը ինչ էր արել, սահմանել էր եւ տվել էր։ Հավատարմությունը հարցը հաջողության մասին չէ, այսինքն այնով որ հավատարիմ է պարտադիր կերպով հաջողակ է լինելու։ Կամ հավատարմությունը Աստծո հանձնարարությունը կատարելն է, այսինքն Տերը ինչի մեջ որ քեզ կանչել է, դու դրա մեջ հավատարիմ եղե։ 5 տականը կարդացեք, կտեսնեք թե ինչքան մարգարեներ կային, որոնք որ մարդկանց տրամաբանության մեջ հաջողակ չէին ընդհանրապես։ Ընդհանրապես։ Բայց իրենք հավատարիմ էին այն կանչին, որը որ Տերը իրենց տվել էր։ Երբ որ խոսում ենք հավատարմությունից, պետք է հիշեք, պետք է լինենք այնտեղ, որտեղ որ Տերն ուզում է, որ մենք լինենք։ Պետք է խոսենք այն, ինչ որ Տերն ուզում է խոսել, սրա մասին է հավատարմությունը, ոչ թե այլ բաների։ Մի քանի անգամ ես այս օրինակը բերել եմ, մի քույր կար, որը որ ասեց կուզենամ իմ տան շրջանակում ծառայություն սկսենք։ Արդեն ծրագրել էինք, պայմանավորվել ենք եւ այլն, հետո մի պա զանգեց, ասեց, բայց կուզեմ մի պա կանգ առնենք, մի հատ ուզում եմ տեսնեմ, սա Աստծո կամքն է թե ոչ։ Այսինքն պատկերացեք, ավետարանություն անելը, աշակերտումը, պետք է հələ հարցենք, դա Տիրոջ կամքն է թե ոչ։ Երկրորդը հավատարիմ էր նաեւ իր սերնդի մեջ։ 11 համար ասում, ճշմարիտ ասում եմ ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Հիմա նայեք, նրա մեծությունը նրա պաշտոնի մեջ էր, այսինքն ինչ որ Տերը իրեն տվել էր։ Նա վերջին եւ մեծագույն 5 տակարանյան մարգարեն էր, ով ինչ պետք է աներ, պետք է պատրաստեր Մեսիայի գալուստը։ Նա տեսավ Մեսիային, որը որ շատ շատերն են երազում։ Եվ ոչ միայն տեսավ, այլ նաև ինչ արեց, ցույց տվեց նրան։ Մարդկանց ներկայացրեց Հովհաննես 1:29-ով, երբ որ ասեց. «Ահա Աստծո գառը»։ Ինչու է արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ։ Որովհետև նորից մենք տեսնում ենք այն, ինչ Հովհաննեսը միայն կանխատեսեց կամ գուցե նույնիսկ չպատկերացրեց անգամ։ Մենք ինչն ենք տեսել կամ ինչի մասին գիտենք։ Գիտենք Հիսուս Քրիստոսի խաչի մասին։
Գիտենք նրա հարության մասին, նրա համբարձման մասին, կատարված ամբողջական փրկagorցության մասին, խոստացված մխիթարիչի մասին, եկեղեցու հիմնադրման մասին եւ Տիրոջ երկրորդ գալստյան ու դատաստանի մասին, որի մասին Հովհաննեսը չգիտեր, գուցե որոշակի ինչ-որ պատկերացումներ ուներ, չուներ, բայց մենք այդ ամբողջը ունենք եւ մենք այս ամբողջ հայտնության մեջ ծառայում ենք ունենալով Սուրբ Հոգուն մեր մեջ։ Դրա համար է ասում, որ երկնքի արքայության շրջանակում, երբ որ նայենք, այն ամենափոքրը ավելի կարծես մեծ է, քան թե Հովհաննեսը։ Մենք ունենք ավելի մեծ արտոնություն Տիրոջը ճանաչելով լիարժեք ծառայել իրեն։ Բայց նորից հարցը առաջանում։ Մեր սերնդի շրջանակում, մեր այսօրվա հասակակիցների շրջանակում մենք հավատարիմ ենք Տիրոջը, թե ոչ։ Հովհաննեսը իր հասակակիցների, իր շրջանակներում հավատարիմ էր։ Հավատարիմ նեղության մեջ 12 համարը։ Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում եւ ուժեղներն են այն հափշտակում։ 12-րդ համարը որոշակի խնդիր ունի իր մեջ, մեկնաբանական։ Ու ասեմ տարբեր քննարկումներ են գնում։ Հիմա մեր այս նոր արած թարգմանության մեջ նույնիսկ թարգմանությունը ավելի դրական կողմն է տանում, որ կարծես թե մարդիկ կան ովքեր որ պայքարով, այսպես ասած, հաղթարում են եւ փրկություն են ստանում։ Այնինչ, եթե մի փոքր ավելի ուշադրություն դարձնենք որոշակի բայերի, կտեսնենք, որ սա ավելի բացասական կերպով է ներկայացվում։ Ինչի նկատի ունեմ։ Հունարեն երկու տերմին կա, որը որ թարգմանվում է հետեւյալ կերպ. Բիաձետայ բայը ոմանք հասկանում են դրական, որպես կարծես մարդկանց կողմից եռանդուն մուտք դեպի արքայություն, բայց եթե մենք նայում ենք ուղիղ թարգմանության, այսինքն մեծամասամբ ինչպես է այդ տերմինը թարգմանվում, ինքը բացասական կերպով է թարգմանվում։ Եթե թարգմանենք հետևյալ կերպով կստացվի այս ձև. արքայությունը բռնության է ենթարկվում եւ բռնացողները փորձում են հափշտակել այն։ Ուշադրություն դարձեք նորից։ Բիաձետայ բառը սովորական նշանակությունը, եթե ուղիղ թարգմանությունը նայենք, բռնություն, ճնշում, հարձակման իմաստն է։ Եվ երկրորդը հափշտակել տերմինը նշանակում է խլել, ուժով վերցնել, վնասել։ Եվ արդեն այս նաև ոչ միայն այս տրամաբանության մեջ խոսքը նաև բայերին, այլ նաև եթե նայենք համատեքստի մեջ, ընդհանուր համատեքստի մեջ, ինչ ենք տեսնում։ Հովհաննեսը որտեղ է գտնվում։ Բանտում է գտնվում, արդեն տեսնում ենք ճնշում։ Տեսնում ենք նաև այս համարից հետո ինչ է տեղի ունենում։ Հիսուս Քրիստոս հանդիմանում է մի քանի քաղաքների, որոնք որ մերժում են Մեսիային, նաև 12-րդ գլխում արդեն փարիսեցիներն ինչ են ասում, Հիսուսին հայոյում են եւ Էզև ասած ասում են Սուրբ Հոգով չես անում, այլ Բեզեբուղով ես անում։ Ու այս ամբողջ հատվածը ցույց է տալիս ինչ հակառակության մթնոլորտը։ Եվ նաև փարիսեցիների պարագայում էլ, երբ որ կոնկրետ Հիսուս խոսում էր, ինչ է փարիսեցիների մասին ասում, Մատթեոս 23:13-ում ասում է, որ ինչ եք անում, դուք երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, ոչ դուք եք մտնում, ոչ էլ ուրիշներին եք թողնում։ Այսինքն միշտ այդ կռիվը պայքարն եղել է, կարծես որոշ մարդկանց դեպքում, որ ինչ են արել, փորձել են հարցակում ունենալ, արքայության նկատմամբ բռնություն ունենալ, ճնշում ունենալ իր զավակների եւ ծառաների նկատմամբ։ Եվ վերջի վերջո Հովհաննեսին բանտարկեցին, տեսնում են գլխատում են, Տեր Հիսուս Քրիստոսին խաչեցին, առաքյալներին սպանեցին։ Այսինքն այդ հարցակումը միշտ եղել է։ Բայց հիմա հարց նորից, ծառան պետք է հավատարիմ մնա միշտ։ Նույնիսկ երբ որ այդ ամեն ինչը նեղություն է բերելու, երբ որ այդ ամեն ինչի շրջանակում խնդիրներ կա, եւ Հովհաննեսը հավատարիմ եղավ, եւ չորրորդը հավատարիմ նույնիսկ սահմանափակ հայտնության մեջ։ 13-ից 14 համարները, որովհետեւ բոլոր մարգարեներն ու օրենքները մինչեւ Հովհաննեսն են մարգարեացել, եւ եթե ուզում եք ընդունել, նա Եղիան է, որ գալու է։ Նորից Հովհաննեսը լիովին չէր հասկանում Մեսիայի ամբողջ ծրագիրը, ինչ պետքա լինի, ինչ պետքա տեղի ունենա։ Ու այդ պատճառով էլ հարցեր ուներ։ Շատ դեպքերում մենք էլ նման հարցեր ունենում ենք։
Այսօր ինձ էլ, որ հարցեք, որոշակի հարցեր կա, որ ես ամբողջական պատկերացում չունեմ։ Այո, նորից փորձում ենք աճենք Աստծո խոսքի նկատմամբ, որոշակի պրպտելով, աշխատելով, աղոթելով, խնդրելով, որպեսզի Տերը ինչ անի, ցույց տա եւ որոշ առումով ինչ ենք անում, աճում ենք։ Բայց շատ բաներ կա, որոնք որ մեզ համար փակ է, թաքնված է, ավելին ասեմ։ Մեր ապագան երկրից վրա բացահայտ չի։ Չկա ինչ-որ մի գիրք, չկա ինչ-որ մի գուշակ, որ գնանք մոտ ասենք մի տարի հետո ինձ հետ ինչ ա լինելու եւ այլն եւ այլն։ Եվ սա նույնպես կարող է մեր մոտ ինչ անի, կասկածներ, հարցեր առաջացնի եւ խնդիր ունենանք։ Բայց հիշեք մի բան, ամեն իրավիճակներում մենք պետք է հավատարիմ լինենք այն ճշմարտությանը, որը որ ինչքան էլ որ հարկն է, բացված է մեզ համար Տերը բացել է, այդքանին պետք է հավատարիմ լինենք եւ ձգտենք ավելին իմանալու։ Puzzle-ի օրինակը վստահ եմ, գիտեք, puzzle հավաքած կաք, տարբեր քանակությամբ է։ Հիմա պատկերացեք մեր կյանքը շատ դեպքերում այդ puzzle-ի մի հատիկ կամ 2-3 հատիկն է։ Այդ 2-3 հատիկը, երբ որ փորձում ենք իրար կողք դնենք, ամբողջ նկարը մենք չենք տեսնում։ Ամբողջ նկարը կամ ամբողջ պատկերը տեսնում է միայն Աստված։ Եվ դրա համար դեպքեր լինում, որ մենք այդ փոքր puzzle-ի մեջ ենք, մեր կյանքը այդ փոքր puzzle-ն է, եւ այս փոքր puzzle-ի շրջանակում ասում ենք. Տեր Աստված, ախր ինչի էսի սենց, իմ կարծիքով էսի անարդար է եւ այլն եւ այլն։ Մենք այդ puzzle-ը ունենալով ընդամենը 1 կամ 2 puzzle փորձում ենք հասկանանք ամբողջ պատկերը, որը որ անհնարին է։ Եվ դրա համար նորից ու նորից պետք է վստահենք Աստծուն, որ Աստված ողորմած է, գթած է եւ իր ժամանակին այդ ամեն ինչը ցույց կտա երկնքում գուցե որոշակի շատ ավելի մեծ պատկերը մեզ Տերը ցույց տա։ Շատ ավելին հասկանանք ու պետք է հավատարիմ լինենք դրա մեջ։ Առաջի Կորինթացիս 4:1-2 Այսպիսով թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ ու Աստծո խորհուրդների տնտես համարի։ Ուշադրություն դարձեք երկրորդ համարը։ Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը ինչ լինեն, հավատարիմ լինեն։ Տնտեսից չի պահանջվում, որ ինքը ամբողջ տնտեսությունը լիարժեք հասկանա ինչ ա լինում, ոնց ա անում, Տերը ինչ ունի, ինչ չունի, ինչ ծրագրեր ունի։ Իրանից մենակ պահանջվում է հավատարիմ լինի այն շրջանակում, ինչի մեջ որ Տերը իրեն կանչել է, ինչքանով որ իրան Տերը ցույց է տվել։ Մնացածը մեր պարտականությունը, մեր պարտավորությունը չի։ Ուրեմն Աստծո ծառան ինչ է անում։ Հավատարիմ է մնում ամեն իրավիճակներից։ Եվ չորրորդը, վերջինը, Աստծո ծառան մնում է հնազանդ անկախ մարդկանց արձագանքներից։ 15-ից 19 համարները։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ընդհանրապես, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս սա ասում էր, շեշտում էր, ինչի որտեվ մարդիկ կային, ովքեր որ իրապես ականջ ունեն, բայց չեն լսում։ Մենք էլ ենք տեն շատ դեպքերում։ Նրանք, ովքեր որ երեխա ունեն, շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում, որ ականջ ունեն, բայց չեն լսում, որտեվ կարաս նույն բանը 10 անգամ ասես, ու զգաս, որ չի լսել։ Նույնն էլ մենք ենք խնդիր ունենում։ Տերը 10 անգամ կարա նույն բանը ասի, մենք լսենք, ամեն ասենք ու շարունակենք նույն կերպով գործել։ Բայց այս սերնդին ում նմանեցնեմ։ Նման են այն երեխաներին, ուշադրություն դարձրեք։ Ինչ գնահատական է տալի երեխա են, որոնք նստում են հրապարակներում եւ ձայն են տալիս իրենց ընկերներին ու ասում. Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք։ Այսինքն, երբ որ ասում է փող փչեցինք, դուք չպարեցիք, նկատի ունի ուրախ երաժշտություն։ Այսպես ասած, ուզում ենք ձեզ ինչ որ կերպով ներգրավենք, որ գայք մեր մոտ, գայք մեր հետ, ու հիմա փորձարկել ենք։ Ուրախ երաժշտություն ենք միացրել, չեք պարում։ Ասում եք, չէ, մենք տենց պարեր չենք պարում։ Այս տիպի երաժշտությունը մեզ չի հետաքրքրում։ Շարունակությունն է ասում. Մենք ձեզ համար ողբ երգեցինք, այսինքն ավելի տխուր երաժշտություններ, տխուր երգեր, բայց դուք չողբացիք։ Ինչի մասնա խոսքը գնում։ Որովհետև Հովանեսը եկավ, ոչ ուտում էր, ոչ խմում էր, եւ ասում են նրա մեջ դև կա։ Կոպիտ ասած տխուր երաժշտությունն է, Հովանեսն է, որ ասկետիկ կյանքով է ապրում, լրիվ ուրիշ ծայրահեղության մեջ է։ Մեղր է ուտում, մորեխ է ուտում, անապատում է ապրում, շատ կոշտ հագուստներ է հագնում, դուրսն է ապրում,
ասի չէ ժողովուրդ ջան, այս սենց ծայրահեղ կյանքը մերը չի, մենք սենց կյանքով չենք կարա ապրենք։ Էսի մենակ Հովհանես ու իրեն նմանները կարան ապրեն։ 19 համարը։ Մարդու որդին եկավ, ուտում եւ խմում է ու ասում են ահա մի մարդ ուտող եւ գինի խմող է, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է։ Այս պարագան էլ արդեն ուրախ կարծես երաշտությունն է։ Նորից սա իրենց նկարագրությունն է։ Հիսուս չի ասում, որ ինքը հարբում էր եւ այլն եւ այլն։ Սրա մասին չէր խոսքը գնում։ Ուղղակի ասկետիկ կյանքով, ոնց որ Հովհաննեսն էր ապրում, չէր ապրում։ Մարդկանց հետ էր շփվում։ Այո, խնջույքներին էր մասնակցում։ Արքայությունը տարածելու համար, բայց նորից ուշադրություն դարձեք արձագանքը։ Սա շատ ծայրահեղ է, սա էլ մեր տրամաբանությամբ շատ մեղավոր է։ Մեղավորների հետ է շփվում, մարդկանց հետ է շփվում, որոնք որ մեր տրամաբանության մեջ իրանց ընդհանրապես նույնիսկ մոտիկ գալ պետք չէր։ Մեղավորներ, մաքսավորներ, անբարոյականներ եւ այլն եւ այլն։ Եվ ինչ է ասում, Հովհաննեսի մեջ դև կա, իսկ Հիսուսն էլ ուտող խմող, գինի խմող մեկն է, այսինքն էլի вообще մեղավոր մեկն է եւ այլն եւ այլն։ Իրականությանը նման չէ ժողովուրդ։ Կոպիտ ասած ծոմ պահես, քննադատելու են ասեն, ձևական ծոմեր է պահում, էսա անում եւ այլն եւ այլն։ Մարդկանց հետ սեղան նստես, քննադատելու են ասեն, առավոտից իրիկուն սեղանների մոտ է նստում եւ այլն եւ այլն։ Ու խնդիրը ծառայողի մեթոդները չեն, ոչ է ծառայողի ընթացքն է։ Այլ խնդիրն ինչն է, մարդկանց սիրտն է։ Այնը որ սխալ է ուզում գտնի, միշտ էլ այդ սխալը գտնելու է։ Կատարյալ մեկը չկա։ Ես կատարյալ չեմ, դուք էլ կատարյալ չեք։ Եթե փնտրում ենք նորից կատարելության, նայեք Քրիստոսին, կատարելության գագաթնակետը, լիարժեք օրինակը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք ամեն մեկս թերի ենք եւ այս թերության շրջանակում ինչ ենք անում, մեկս մյուսին պետքա բարձրացնենք, որպեսզի շտկվենք, ուղղվենք, ավելի ճիշտ ճանապարհով ընթանանք, բայց մի հատ բայց կա։ Միշտ պետքա զգուշ լինենք, որ մարդկանց դուդուկի տակ չպարենք։ Այս գայթակղությունը շատ մեծ է, որովհետև մարդիկ կմահաճ են, երեխաների պես կմահաճ են, եւ եթե փորձելու ենք իրենց ինչ-որ կերպով հարմարվել, երբեք չեն ասելու ապրեք, այ որ սենց արեցիր, վերջ, ես Տիրոջը կհետևեմ, չի լինելու տենց, մենք սկսելու ենք իրանց հետևից ընկնել, ու որևիցե օգուտ չի լինելու, արդյունքում էլ ոչ Տիրոջը համարենք նորմալ ծառայելու, ոչ էլ այդ մարդկանց ենք բերելու, ինչի որտեվ այդ մարդկանց սիրտը չար է, Տիրոջը չեն ճանաչում, ամեն ինչի մեջ սխալ են գտնելու, ամեն ինչին անուն են դնելու, փողի համար է, բիզնես է, ցնդած են, SNN-են, ծայրահեղ են եւ այլն, ինչքան ուզում եք պիտակներ տեսեք, ձեր շրջանակում լինելու է։ Աստծո ծառան չի հարմարվում մարդկանց, որտեվ մարդիկ միշտ կմահաճեն։ Աստծո ծառան հարմարվում է ում միայն ու միայն Աստծուն է հնազանդ, ոչ թե մարդկանց։ Սպերջենի օրինակն եմ ուզում բերեմ, 1887 թվականին կանգնած էր ծանր ընտրության առաջ Սպերջենը։ Անգլիայի եկեղեցիներում նոր մոդա էր ընկել այն, որ շատ աստվածաբաններ ու հովիվներ սկսել էին ասել, որ Աստվածաշունչը հնացել է, այսինքն արդիական չի ու պետք է հրաժարվել, այսպես ասած, Աստվածաշնչի անսխալականության հասկացողությունից։ Ու որպես ժամանակակից, սենց ասած, մարդկանց հաճոյանան, ինչի, որտեվ եթե մարդկանց տրամաբանության մեջ էզև է քարոզում, որ Աստվածաշունչը հնացել, ասեն նույնն էլ հիմա է։ Պետք է փոփոխել, պետք է ընդունել, որ կարող է մեջը սխալներ են եղել, ճիշտ թարգմանված չի, բնագիրը չի եկել մեզ հասել, եւ այլն, այսինքն այս հասկացողությունները այն ժամանակ էլ կային, հիմա էլ կային։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Սպերջենը կտրուկ դեմ է արտահայտվում այս ամեն ինչին։ Ոչ միայն դեմ է արտահայտվում, այլ հստակ դրան հակառակ սկսում է ինչ անել, քարոզել ու խոսել։ Դրա որպես հետևանք պատկերացեք նույնիսկ սեփական, այսպես ասած, դավանակիցները, ընկերները, եկեղեցին, նախկին ուսանողները ինչ են անում, շրջվում են իրանից։ 1888 թվականին Մկրտական միությունը պաշտոնապես դատապարտում է Սպերջենին, նրան թողնելով լիակատար մենակության մեջ։ Ուշադրություն դարձեք, ինչի համար դատապարտում, որ Սպերջենը կարճած ասելով, որ Աստվածաշունչը արդիական է, անփոփոխ է եւ կատարյալ է։
Ամբողջ մկրտական միությունն է նրան դեմ դուրս գալիս։ Պատկերացեք, այդ ժամանակ Սպերջենը բավականին հիվանդ էր, ծանր վիճակում էր գտնվում։ Ու մարդկայնորեն մի կարծեք, որ նրա համար այդ ամեն ինչը շատ հեշտ էր։ Ավելի հեշտ կլիներ, լուր մնար, սուս մնար, այդ ամեն ինչը կանցներ կգնար, դե կասեր տարիքս առած եմ, արդեն հիվանդությանս մեջ եմ, այն ինչ կարիքը կա, մնամ, խորանամ եւ այլն եւ այլն։ Մի փոքր զիջել եւ պահպանել հանգիստը ու որոշ առումով նաեւ այն հրճակը կամ այն համբավը, որ ուներ մկրտական այդ ժամանակվա միության մեջ։ Բայց նա մարդկանց քմաճույքով շարժվող մարդ չէր։ Նա նախընտրեց ինչ անել, գործի ընկերներին, որոշ առումով դիրքը, ամբողջ առողջությունը որոշ առումով, բայց ոչ հավատարմությունը Աստծո խոսքին, Աստծուն։ Նա հյուծվեց ու վահահաս մահացավ այդ հալածանքներից, բայց ինչ արեց, երբեք չկոտրվեց, երբեք ետ շարժվեց։ Այսօր աշխարհը նույնպես մեզանից ինչ է պահանջում, հարմարվել մարդկանց քմաճույքներին, բայց Աստծո խոսքը կոչ է անում կանգնել անսասան, հաստատուն, առանց երկմտանքի։ Սա այն նկարագրությունն է, որը որ պետք է ունենա Աստծո ծառան։ Մեր կյանքի միակ նպատակը հաճեցնելն է Աստծուն եւ ոչ թե մարդկանց։ Եվ եթե հարց է նորից առաջանում, Աստծուն հաճելի լինեմ, բայց դրանով կորցնեմ բոլոր շրջապատող մարդկանց, կորցնեմ առողջությունս, կորցնեմ ամեն բանս, մենք պետք է իրապես պատրաստ լինենք երկրորդ տարբերակին, չէ՞ որովհետև դա ամենաթանկն է, որովհետև եթե կորցնենք ամեն բան, կգտնենք ամենաթանկը, բայց եթե փորձենք շահենք ամեն բան, կկորցնենք ամենաթանկը Տեր Հիսուս Քրիստոսին։ Գաղատացիս 1:10 նորից Պողոս առաքյալն է խոսում։ Արդ հիմա մարդկանց եմ ձգտում, թե Աստծուն, ուշադրություն դարձեք, հարց է բարձրացնում։ Կամ ուզում եմ մարդկանց հաճելի լինել։ Ինչ եք կարծում, պատասխանը ո՞րն էր։ Միանշանակ ոչ։ Միանշանակ Աստծուն եմ ցանկանում հաճելի լինել։ Դրա համար ասում եմ, եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։ Եթե ցանկությունս այն է, որ մարդկանց ծառա լինեմ, մարդկանց ծառա եմ, Քրիստոսի ծառա չէի լինի, չեմ կարող լինել, որտեղ այս երկուսը իրար հետ չի համընկնում, չի բռնում։ Մարդիկ ինչպես են գնահատում ձեզ այսօր։ Եվ երկրորդ հարցը կա, իսկ Տերը ձեզ ինչպես է գնահատում։ Կարևոր է այս երկրորդ հարցն է։ Տերը գնահատում է այն ծառայողներին, ովքեր որ ինչ են, հաստատուն են ճշմարտության մեջ, չեն երերում, չեն, այսով ասած, քամուճ քշված չեն ապրում հարմարավետության համար, այսինքն ուշք ու միտքը այն չի, բա ինձ հարմար կլինի, թե չէ, բա ես դրանից ինչ կշահեմ եւ այլն եւ այլն։ Հավատարիմ են իրենց կոչմանը, առանց ավելորդ հարցերի եւ այլն եւ այլն։ Եվ մնում են հնազանդ, նորից առանց անկախ մարդկանց արձագանքից կընդունեն, չեն ընդունի։ Ինչու՞։ Որտեվ վերջում մենք կանգնելու ենք ում առաջ, մարդկանց առաջ, չէ, վերջում մենք կանգնելու ենք Տիրոջ առաջ, Քրիստոսի առաջ։ Եվ ամենամեծ պարգևը կլինի լսելը, ապրես բարի ու հավատարիմ ծառա արտահայտություն, այլ ոչ թե հեռու գնացեք ինձանից անօրենություններ գործողներ, որ ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Աստծո ճշմարիտ ծառայի արժեքը որոշվում է ոչ թե մարդկանց կարծիքով, այլ Տիրոջ չափանիշներով։ Ու թող որ ամեն մեր կյանքի վարքյանը, ամեն մեր կյանքի խոսքը, ամեն մեր կյանքի ընթացքը փառավորի միայն ու միայն Տեր Աստծուն։ Եվ սրանում կլինենք հավատարիմ այն կանչվածությանը, որի մեջ որ մեզ Տերը կանչել է։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ու գոհություն ենք քեզ հայտնում։ Շնորհակալ ենք, որ Տեր դու հավատարիմ ես, չնայելով շատ դեպքերում մեր անհավատարմությանը։ Դու ողորմում ես մեզ, չնայելով մեր տկարությանը եւ որոշ առումով եսասիրությանը։
Աղոթում եմ, ով Տեր Աստված, որ ներես մեզ, օգնես, որ Հայր ամեն բանից առաջ իրապես քո փառքը փնտրենք, Տեր։ Մեր կյանքը լինի Աստվածակենտրոն, այլ ոչ թե մարդակենտրոն, մարդահաճո կերպերով վարվենք, խոսենք, ընթանանք, Տեր։ Ինչի, որովհետև քո առաջ ենք կանգնելու եւ քո առաջ ենք հիմա էլ կանգնած, Տեր։ Այո, գուցե շատ բաներ գիտենք, շատ բաներ կարծում ենք, ճշմարտությունը գիտենք, բայց դեռևս այս աշխարհի նկատմամբ սերը չենք կարողանում լիարժեք մի կողմ գցել։ Աղոթում եմ Տեր Աստված, որ իրապես ներես։ Ներես, որպեսզի այս պարզ հարցը ինքներս մեզ տանք։ Ինչքանով ենք քո առաջ հաճելի, որպես քո ծառաներ։ Ինչքանով ենք ճիշտ ընթացք ունենում, Տեր։ Ինչքանով է մեր վարքը ընդունելի քո առաջ։ Աղոթում եմ, ով Տեր Աստված, որ փոխես մեր սիրտը, խոնարհեցնես մեզ, ներես, ողորմես, օգնես, որ իրապես քո չափանիշներին համապատասխանող ընթացք ունենանք, Տեր։ Աճելով Աստված ճանաչողության մեջ, Աստված պաշտության մեջ, առաքինության մեջ, քո անվան ու փառքի համար շատ պտուղ բերենք, Տեր, որպեսզի քո անունը մեծարվի եւ փոխվելով բնավորության մեջ, մեր կանչվածության մեջ հաստատվենք, մեր ընտրության մեջ, որ մեզ ընտրել ես, հաստատվենք ու գործենք քո անվան ու փառքի համար, Տեր, որպեսզի եկեղեցիդ մաքուր լինի եւ պատրաստ լինի քեզ դիմավորելու ամեն պահի, ամեն վայրկյանի, որտեվ օրը, ժամը որևիցե մեկը չգիտի։ Ուստի Տեր, եւս մեկ անգամ ուզում ենք փառք քեզ տալ։ Քո այն լավագույն օրինակի եւ խոսքիդ համար, որ թողեցիր։ Եվ ուզում ենք քեզ հետևել ու քեզ հաճելի ու ընդունելի ծառաներդ լինենք, Տեր, որպեսզի գործենք քո անվան ու փառքի համար։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։